Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ։ Խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում եմ քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող քո հոգու զորությամբ արձակված լինի մեր կյանքերի վրա, մեր ամեն իրավիճակի վրա, քանի որ քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Ամեն բան քո հոգու մեջ փոխվում է հաղթանակի, իրականանում է քո կամքը, քո հաղթանակը, որը խաչի վրա կատարելու ավարտել ես Հիսուս։ Թող ամեն մի իրավիճակի վրա քո փառքը երևա, քո փառավոր հաղթանակը լինի տեսանելի Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն սիրելի հայ ժողովուրդ, ուզում եմ շնորհավորեմ բոլորիս Սուրբ Զատիկի կապակցությամբ Հիսուսի մահվան ու հարության հաղթանակի հետ կապված, որովհետև սա ամենամեծ հաղթանակն է, որը կայացել է մարդկության կյանքում։ Այն ինչ որ Հիսուսը եկավ այս աշխարհ իրականացնելու, իրականացրեց իր մահով ու հարությունով, ու դա մարդկության փրկության ծրագիրն էր, Աստծու կողմից ծրագրավորված, գերբնական ձևով իրականացրած, որն էլ և բերեց փառավոր հաղթանակի ու սատանայի վերջնական կործանմանը ու դատապարտումը հավիտենական դժոխքի։ Փառք Հիսուսին իր տարած հաղթանակի համար, ու այն ինչ որ Հիսուսը արեց խաչի վրա, Աստծու երազանքն է, որ ամեն մեկը դա տեսնի, հասկանա, ընդունի ու Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելով, Հիսուսի զոհը ընդունելով իր կյանքում ինքը խավարի իշխանությունից տեղափոխվի դեպի լույսի արքայության մեջ Հիսուս Քրիստոսի թագավորություն։ Այսօր մի քիչ այս մասին կխոսեմ, բայց մի քիչ այլ տեսանկյունից եմ ուզում հարցին մոտենամ, որովհետև գիտեմ հաղորդության հետ կապված շատ տարբեր մոտեցումներ կան։ Գիտեք, Հիսուսը ինքը, երբ որ հաղորդություն էր ընդունում իր խաչվելուց առաջ, իր աշակերտների հետ հավաքված էին, ընթրիք էին անում ու հետո վերցրեց հացը, օրնեց հացը, ասեց սա իմ մարմինն է, օրնեց գինին, ասեց սա իմ արյունն է, որը թափվում է մարդկության համար։ Այսինքն ինքը օրնեց ու հետո բաժանեց իր աշակերտներին, բոլորով սկսեցին ուտել այդ հացը, խմել այդ գինին, ու ինքը ասում էր հացը իմ մարմինն է, գինին իմ արյունն է, ով որ ինձ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, իմ հետ մասնիկ չունի։ Ու աշակերտները հասկանում են, որ այդ ժամանակ խորությունը դրա չէին հասկանում, ընդհանրապես մարդու մարմին ուտելը, արյուն խմելը բնական է, որ Իսրայելում համարվում էր մեծ մեղք, ու մինչև հիմա էլ դա մեղք է, մարդու մարմին ուտելը, արյուն խմելը, բայց Հիսուսը երբ որ դա ասում էր, ինքը նկատի ուներ այդ խորհուրդը, երբ որ հասն ու գինին խորհրդանշում է Հիսուսի արյունն ու մարմինը, այսինքն երբ որ դու ընդունում ես, դու դառնում ես մասնակիցը Հիսուսին, Հիսուսի մարմինը քո ներսում ընդունելով, միտեղ էլ խոսքը ասում է, որ ես քո մեջ եմ, դու իմ մեջ ես։ Ամեն ճյուղ, որ տնկված է որդի վրա, ինքը պտուղ է բերում։ Այսինքն մենք անբաժան չենք կարող լինենք, եթե բաժանված լինենք, մենք որևէ պտուղ չենք տա ու այդ ճյուղի նման կչորանանք։ Ու այս ամեն ինչը խորհրդի ձևով Հիսուսը մատուցում էր աշակերտներին, փորձելով հասկացնել կարևորությունը միաբանության, որ առանց իրա որևէ բան որոշ մեկը չի կարող անի։ Ու մենք աշակերտները, տեսեք հետաքրքիր մի բան, աշակերտները այն էին, ինչ որ կային այդ պահին, ու հենց այդ իրավիճակում ոնց կային, ինչ կարգավիճակում որ կային, Հիսուսը ինքը իրանց հետ հաղորդակցվում է։ Ինքը հենց իրանց այդ ժամանակ տալիս է մասնակցությունը իր հետ հաղորդակցվելու։ Ու սա շատ կարևոր փաստ է։ Գիտեք, միտեղ Հիսուսն ասում է, որ հիվանդները բժշկի կարիք ունեն, առողջները բժշկի կարիք չունեն։ Սա նշանակում է, որ
երբ որ Հիսուսը եկավ որպես բժիշկ, իր մոտ գալիս էին բոլոր հիվանդները, ոնց տեսնում եք, ինքը երբ որ դրսում էր, հիվանդները մոտենում էին, խնդրում էին, որ Հիսուսը իրանց համար աղոթի, բժշկություն բերի կամ խոսք ասի, որի արդյունքում բժշկությունը կկայանա, ազատագրումը կկայանա։ Եթե ուշադիր լինեք Հիսուսին, ով որ մոտենում էր, Հիսուսը որևէ մեկին չէր ասում դու հիվանդ ես, պետքա գնաս բժշկվես, նոր հետո կգաս, որ ես կայանամ քո հետ հաղորդակցվեմ։ Որովհետև Հիսուսը ինքը ասում էր, որ առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները ունեն, այսինքն դու ինչ վիճակում որ եկել ես, հենց այդ վիճակով է, որ պետք ես դու Աստծուն, Աստված հենց այդ ձևով քեզ ընդունում է։ Այսինքն, երբ որ դու կարիք ունես Հիսուսի հետ հանդիպման, հաղորդակցման, պետք չի, որ դու գնաս, սրբվես, մաքրվես, փոխվես քո կարգավիճակից, քո հիվանդ վիճակից փոխվես, առողջանաս, նոր արժանի դառնաս, որ գաս Հիսուսի մոտ իր այդ հաղորդակցվելու, որ ինքը քեզ հետո քո համար աղոթի ինչ-որ բան անի։ Սա շատ պարզ մի բան է, որ Հիսուսը իր պահվածքով ցույց էր տալի։ Սա իրականում շատ անհասկանալի էր փարիսեցիների համար, որովհետև Հիսուսը ինքը ասում էր, ես եկել եմ մեղավորների համար, ու երբ որ իր մոտ գալիս էին մեղավորները, ու անկաշկանդ Հիսուսը իրանց հետ շփվում էր, փարիսեցիները, որ ժամանակ ներկա էին, իրանք չէին հասկանում Հիսուսի պահվածքը, նույնիսկ Մարիամ Մագդաղենացին, որ ինքը լինելով շնացող կին եկել էր յուղը թափեց ու Հիսուսի ոտքերը սկսեց օծել, իր մազերով էլ լվացում էր, սրբում էր, փարիսեցիները երբ որ ներկա էին ու տեսնում էին, իրանք չէին հասկանում ինչա կատարվում, գիտեին, որ այդ կինը շնացող է, ճանաչում էին Հիսուսին, որ քարոզում է Աստծու արքայության մասին, Աստծու գործերի մասին, սրբության մասին, ու հետո ասում էին, բա որ դու մարգարեն էիր, կիմանայիր, որ քեզ մոտեցողը այս կինը ով է։ Ուզում էին ասեին, դու մեղավոր մեկին թույլ ես տվել, որ կպնի քեզ, որ քո ոտքերը համբուրի, յուղով օծի։ Այսինքն հրեական օրենքով սա մի քիչ աբսուրդ էր, որտեղ իրանք անմաքուր բանի չէին կպնում։ Ու հիմա անմաքուր մեկը կպնում էր Հիսուսին, որը համարվում էր Աստծու օծյալ, Աստծու խոսքը քարոզող, ու բնականա փարիսեցիները Հիսուսին այդ աչքերով նայելով ասում էին, որ Հիսուսի պահվածքը անհասկանալի է, որ թույլ է տալի այդ մեղավորին իրան կպնում է։ Ու նայեք ինչն է նրբությունը, որ Հիսուսը հենց այդ ձևի մարդկանց համար էր եկել, ու ինքը ընդհանուր շեշտում էր։ Ինքը չէր ասում գնացեք, սրբվեք, մաքրվեք, արժանացեք, որ ես ձեր հետ կանամ հաղորդակցվեմ։ Ցավոք սրտի, այդ փարիսեցիական ուսմունքը, չգիտեմ խի այսօր շատ եկեղեցիներում էլ է տիրում, մարդկանց թույլ չեն տալի հաղորդության, ասում են մինչև չսրբվեք, մինչև չմաքրվեք, եթե հիվանդ եք, փաստացի ստացվում է, որ պետքա բժշկվեք, առողջանաք, նոր գաք բժշկի մոտ, տենց է ստացվում։ Բայց Հիսուսը հենց այն վիճակով ոնց կաս, այդ ձևով կանչում է ու հաղորդակցվում է, ու ինքը բոլոր դեպքերում, ոնց տեսնում եք Աստվածաշնչում, մարդկանց հետ հաղորդակցում էր անկաշկանդ, թույլ էր տալի, որ բոլորով իրան մոտենան, հպվեն իրան, խոսեն իր հետ, ունենան հաղորդություն։ Այ հաղորդություն, հենց հաղորդությունը դա է, հաղորդակցվել Հիսուսի հետ։ Ու երբ որ մարդը ընդունում է գինին ու արյունը, գինին ու հացը, հաղորդությունը, դա հենց հաղորդություն է Հիսուսի հետ։ Այդ ժամանակ ինքը սպասում է, որ ամեն մեկս ոնց կանք մեր տկար վիճակով, հիվանդ վիճակով, մեղավոր վիճակով, այ հենց այդ վիճակով, եթե մեր սիրտը փափագում է Հիսուսին, Հիսուսը մեզ սպասում է։ Եթե դու կարիք ունես Հիսուսի հետ հաղորդակցվելու, ինքը բաց է, թեկուզ շատերը քեզ կարող ասեն դու արժանի չես, բայց Հիսուսն է, որ քեզ սպասում է, ու եթե քո սրտի փափագը Հիսուսն է, դու անկաշկան մոտեցի Հիսուսին։ Ու այսօր իմ սրտում կա, որ մենք միասին հաղորդություն ընդունենք։
Հաղորդություն, որը հենց այդ խորհուրդը ունի, որովհետև Հիսուսը, երբ որ այդ հաղորդությունը ընդունում էր իր աշակերտների հետ, ինքը բացատրում էր դրա իմաստը։ Շատ կարևոր է, որ ուղղակի մարդ հասկանա, թե ինչ է դա նշանակում, ինչ իմաստ ունի։ Ու այսօր ամեն մեկը, ով որ ձեզանից կնայի սա, կապ չունի դու ինչ կարգավիճակում ես ինքդ քեզ տեսնում, կամ ինչ կարգավիճակում են քեզ դասում ուրիշները, շատ կարևոր է, որ դու չկաշկանդվես, ոնց կաս, ինչ վիճակում որ կաս։ Եթե քո սիրտը ծարավ է ու փափագում է Աստծուն, դու կարաս հենց այդ քո վիճակով մոտենաս Հիսուսին։ Քո տկարության մեջ է, որ Աստված սպասում է քեզ, որ զորացնի։ Քո հիվանդության մեջ է, որ Աստված սպասում է քեզ, որ բժշկի։ Ոչ թե դու պետք է սրբանաս, մաքրվես, նոր արժանանաս Հիսուսին, որևէ մեկս մեր գործերով արժանի չենք։ Մեզ արժանի դարձնում է Հիսուսը իր զոհի միջոցով։ Դրա համար հարազատներս, այսօր իմ ձեռքի տակ կա հացն ու գինին կամ խաղողի հյութը, ում ոնց հարմար է։ Եթե ձեր սրտում կա հաղորդակցվել Հիսուսի հետ, ես ուղղակի կոչ եմ անում, որպեսզի դուք ինքներդ վերցնեք, ու ես օրհնում եմ այս հացը, որ Հիսուսի մարմինն է, այս գինին, խաղողի հյութը, որ Հիսուսի արյունն է, որ թափվեց մարդկության համար։ Հիսուսը մեր փոխարեն վճարեց գինը, որտեղ մենք մեր ուժերով, մեր ջանքերով, որևէ բան անելով չէինք կարողանում կատարել օրենքը ու արժանանալ Աստծո բարեհաճությանը։ Հիսուսը մեր փոխարեն կատարեց ողջ օրենքը, ողջ մարգարեները, մեր փոխարեն դառավ մեղք, վերցրեց մեր անեծքը, մեր հիվանդությունները, մեր տկարությունները, մեր ցավերը, մեր աղքատությունը, ամեն բան վերցրեց խաչի վրա ու մեզ տվեց իր փրկությունը, սրբությունը, բժշկությունը, օրհնությունը, շնորհքը, ամեն բան Հիսուսի ձեռքով իրականացավ մեր կյանքում։ Սա մեր ջանքը չի, սա Հիսուսի արած հաղթանակն է, որը մեզ նվիրում է։ Ու եթե դու ուզում ես այս հաղթանակի հետ հաղորդակից լինել, այն ամենը, ինչ որ Հիսուսը արել է մարդկության համար, եթե դու ուզում ես, որ դա վերաբերվի քեզ, ուղղակի վերցրա այդ հացը, որը Հիսուսի մարմինն է, գինին ու խաղողի հյութը, որը Հիսուսի արյունն է, ու ընդունի։ Ընդունելով Հիսուսին, դու ընդունում ես Հիսուսի կամքը, իր հաղթանակը, իր էությունը, իր զորությունը։ Ամեն բան, ինչ որ իրան է պատկանում, ինքը ուզում է փոխանցի քեզ։ Դառիր հաղորդակից Հիսուսի հետ ու թույլ տուր, որ ինքը իր գերբնական զորությամբ բերի քո կյանքի վրա այն հաղթանակը, որ իրականացրել է իր զորությամբ, բայց ուզում է անշահախնդիր, սիրուց դրդված դրսևորի քո հանդեպ նվիրելով քեզ։ Օրհնում եմ այս հացը, որ Հիսուսի մարմինն է, ու ընդունում եմ։ Օրհնում եմ այս գինին, խաղողի հյութը, որ Հիսուսի արյունն է, ու ընդունում եմ։ Հալելույա, Հիսուս ջան, փառք ես, Հիսուս ջան, քո զոհի համար, որ 2000 տարի առաջ դու իրականացրեցիր խաչի վրա, ու դա մարդկության փրկության ծրագիրն էր, որ քո մարմինը կոտրվեց ու փշրվեց մարդկության համար, ու քո արյունը թափվեց մեր մեղքերի համար։ Շնորհակալություն, որ դու մեր փոխարեն վճարեցիր մահվան գինը, դժոխքի գինը, մեզ բոլորիս տվեցիր հնարավորություն քո հետ հաղորդակից դառնալ ու ընդունել քեզանից այն նվերը փրկության, բժշկության, օրհնության, որ մեր համար պատրաստել ես։ Ու այս հաղորդության միջոցով քո կատարյալ կամքը թող արձակված լինի ամեն մեկիս վրա, ով որ հոժարությամբ, ուրախությամբ ընդունում է քեզ ու քո արած զոհը։ Քո հաղթանակները թող քո գերբնական զորությամբ, քո հոգու զորությամբ արձակվեն մեր կյանքի վրա։ Այն ամենը, ինչ որ խաչի վրա արել ես, մեր կյանքի ամեն բնագավառի վրա թող փառավոր ձևով դրսևորվի քո կարողությամբ ու քո զորությամբ։ Այն, ինչ որ աննարին էր մեր համար, թող քո գերբնական զորությամբ
իրականություն դառնա ամեն մեկիս կյանքում ու ողջ Հայաստանի կյանքում։ Ես խնդրում եմ քեզ ողջ Հայաստանի համար, որ քո զոհը ամբողջությամբ միաբանություն բերի Հայաստանում քո անվան շուրջ, քո կամքի շուրջ, քո տեսիլքի շուրջ, որ ողջ Հայաստանը աղաղակի ու ընդունի քեզ որպես Տեր ու Փրկիչ, միաբանվի քո հետ ու քո փառավոր հաղթանակը, որ արդեն իսկ կատարված ու ավարտված է խաչի վրա, արձակված լինի ողջ Հայաստանի վրա, ու ողջ Հայաստանը դու վերցնես քո գերբնական պաշտպանության մեջ, քո վերահսկողության մեջ ու քո կատարյալ կամքը ոնց ունես Հայաստանի վրա, քո հոգու զորությամբ իրականություն դարձնես ու ցույց տաս քո փառքը ամեն մեկի վրա։ Օրհնում եմ Հայաստանը քո կամքի համաձայն, ոնց դու գնել ես քո փառքի համար, առանձնացրել ես, քո ծրագրերի մեջ առաջնորդում ես ու քո զորավոր ձեռքով բարձրացնում ես որպես ազգերի օրհնություն։ Քո զորավոր օծությունը լինի Հայաստանի վրա այն կոչումի համաձայն, որ կանչել ես, որ դառնա ազգերի օրհնությունը ու Բաբելոնի դեմ պատերազմում ունենա փառավոր հաղթանակ։ Մեր թշնամիները քո թշնամիներն են, ու այս պատերազմը քո պատերազմն է։ Բոլոր քո կամքի դեմ բարձրացածները թող խոնարհվեն քո ոտքերի առաջ։ Թող քո փառքը հայտնապես երևա Հայաստանի վրա ու Հայաստանը մտնի իր կոչումի մեջ այն ծրագրի համաձայն, ոնց դու կանչել ես Երեմիա 51:27 խոսքի համաձայն, ու բոլոր ձգտումները Հայաստանին տանելու այլ օտար աստվածների հետևից, այլ գաղափարների առաջ խոնարհվելու, թող լինի դատապարտված Հիսուսի զորավոր անունով։ Ես հռչակում եմ քո փառավոր հաղթանակը Հայաստանի վրա, քո կամքի իրականացումը, Հայաստանի կոչումը, որ Հայաստանը հաստատվի դրա մեջ, որ բարձրանա, որ ամբողջ ազգերը գնահատեն ու հասկանան Հայաստանի դերն ու նշանակությունը ու միաբանվեն քո կամքի իրականացմանը, որ ոչ մի երկիր, ոչ մի ազգ չունենա համարձակություն Հայաստանին իր ծառան դարձնելու, իր շահերի համար օգտագործելու համար, այլ ամեն մեկը թող գիտակցի, որ Հայաստանը քո կողմից առանձնացված ու որոշված է, քո կողմից օրհնված ու օծված երկիրն է, ու իրանք են, որ պետքա ջանք անեն Հայաստանին օրհնելու ու բարձրացնելու, որպեսզի քո կամքի մեջ լինեն ու քո օրհնությունն էլ իրանց կյանքերի արձակվի։ Եթե ինչ-որ մեկի սիրտը սխալ է Հայաստանի հանդեպ ու փորձում է Հայաստանը գերության մեջ օգտագործի, Հայաստանի պոտենցիալը իրանց շահերի համար օգտագործի, իրանց ծրագրերը առաջ տանելու համար, թող Հիսուսի անունով այդ բոլոր ծրագրերը խափանվեն, ու այդ բոլոր նպատակ ունեցողները, ձգտումներ ունեցողը Հայաստանին իրանց գերին դարձնելու, իրանց ծառան դարձնելու, թող ունենան երկյուղ քեզանից, թող քո երկյուղը, վախը, սարսափը իջնի իրանց վրա, որ փորձել են քո օծված երկիրը իրանց ծառայեցնեն։ Հայաստանը քո ծառան է, Հիսուս։ Որևէ մեկը, որ փորձում է քո տեղը զբաղեցնի ու Հայաստանին իր շահերի համար ծառայեցնի, իր անձը բարձրացնելով, փորձում է հավասարեցնի քո հետ, իր կամքը բարձր դասելով, փորձում է քո կամքից բարձր դասի, թող ունենա Տիրոջ երկյուղն ու Տիրոջ սարսափը իր վրա ու հասկանա ու գիտակցի, որ մահացու վտանգի մեջ է, եթե շարունակի այդ ճանապարհով գնալ։ Թող ամեն մեկի մոտ գա հասկացողությունը, որ իրանք պետքա կանգնեն Հայաստանի կողքին, որպեսզի Հայաստանին օրհնեն, որպեսզի Հայաստանը քո կամքը կատարի։ Միայն այդ դեպքում իրանց սիրտը կլինի ճիշտ դիրքում և Հայաստանի հանդեպ, և քո հանդեպ, և քո օրհնությունը այդ ճիշտ սրտի դիրքի պատճառով թող գա այդ երկրերի վրա։ Հակառակ դեպքում բոլոր իրանց ջանքերը, Հայաստանի հանդեպ սխալ մոտիվացիաները, սխալ շարժառիթները դատապարտված են դժոխքի։ Քո փառավոր հաղթանակդ Հայաստանի վրա
ու Հայաստանին օգնողների վրա, որպեսզի քո կամքի մեջ հաստատվի, քո կամքը կատարի ու բերի փառավոր հաղթանակը այս երկրի վրա, ոնց կանչել ու որոշել ես։ Օրհնությունդ քո կամքին միաբանվողների վրա, որոնք իրականացնում են քո կամքը Հայաստանի վրա Հիսուսի անունով։